Ողջույն, ես Կարինե Դավթյանն եմ եւ այսօր կանանց իրավունքների տան կողմից իրականացնում ենք եւս մեկ ոդքասթ։ Այսօր կխոսենք հայաստանյան թոհուբոհը քաղաքական իրավիճակի մասին եւ այսօրվա մեր հյուրն է Հանուն Հավասար իրավունքների հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար եւ ազգային ժողովի նախկին падգամավոր Գայանե Աբրահամյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այ խնդրեմ, քաղաքական առումով մեկնաբանեք ինչ իրավիճակում ենք հիմա։ Քաղաքական իրավիճակը բավական ծանր է, ներքաղաքական հատկապես, բայց դրան նպաստում է բնականաբար այն ինչ տեղի ունեցավ, այսինքն առավելապես արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության հարցերը, սրանք մեկ ամբողջություն են բնականաբար եւ որոնք ըստ էության նաեւ պլանի մի մասն են։ Այսինքն ես ավելի քան վստահ եմ, որ Արցախում հարձակումը մեկ խնդիր չէր լուծվում Ալիևի կողմից, բայց նաև ոչ միայն Ալիևի կողմից, այլ այդպես ռուս, թուրքական, ադրբեջանական այս տանդեմի կողմից, որովհետև նպատակներից մեկը, այսինքն մի քանի այսպես բան կար, հա, պլան B, պլան A, պլան A-ն անշուշտ Ալիևի հիմնական նպատակն էր հայաթափումը, որը իրականացրեց ամենավատ եւ ամենաբռնի, ամենասարսափելի սցենարով, նաեւ սպանություններով, որովհետեւ 9 ամիս բլոկադայից հետո բնականաբար ակնկալել, որ մարդիկ ուժ են ունենալու հավելյալ պայքարելու եւ այլն, անիմաստ էր եւ իրենք շատ լավ հասկանում էին։ Բայց դա ուներ նաև եւս մեկ պլան, այսինքն երկրորդ պլանը այն էր, որ եւ նաև սցենարը, որը նաև ռուսական որոշակի սցենարներից էր, որ Հայաստանին կդրթեն ռազմական առումով ներգրավել այս process-ում եւ դրա համար էր նաեւ ներքին, եթե հիշում եք, հենց առաջին օրերին անընդհատ հրապարակում ներկա մարդկանց կողմից շեշտը կամ կոչը, հորդորը Հայաստանին պաշտպանել Արցախը, մենակ չթողնել Արցախը եւ այլն, սրանք իհարկե փորձում են ինչ-որ հուզական այդպես ֆոնի վրա ներկայացնել, բայց դրա ներքո կար հստակ նաեւ որոշակի այդպես պլան ակնհայտ էր դա, որ շատ սինխրոն էին գործում Երևանում հրապարակը կամ հրապարակում ընդդիմադիր որոշ գործիչները, որոնց այդպես սկզբնաղբյուրը կամ այդպես կամ նրանց կապերը ակնհայտ են Մոսկվայից են գալիս եւ այն գործողությունները, որոնք Ալիև-Պուտին այդ տանդեմով էր իրականացվում Արցախում։ Այսինքն պլանը այն էր, որ Սյունիքից մենք ինչ-որ գործողություն կանենք ռազմական միջամտության եւ դա, որը կտար Ալիևին շատ այդպես հիմնավոր ինչ-որ տեղ լեգիտիմություն Հայաստանի վրա հարձակման, որը չունի եւ որի մասով կա հստակ կոնսենսուս աշխարհի տարբեր գերտերությունների, այդ թվում ԱՄՆ, Եվրամիություն, Ֆրանսիա եւ այլն, որ հստակ են ասել, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, հա, այսինքն այնինչ Արցախի մասով սովորաբար չեն ասում, որովհետև այնուամենայնիվ դա դիտարկում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մի քանի անգամ են շեշտել, որ իրենց համար կարմիր գիծ է, այսինքն ինչ որտեղ որոշակի այդպես լեգիտիմություն կտրվեր Ադրբեջանին հարձակվելու Հայաստանի վրա, այնտեղ էլ կանգնած ռուսական զորքերը բնականաբար հերթական անգամ մեզ կփրկեին եւ Զանգեզուրի միջանցքի հարցը եւս կլուծվեր։ Այս մի պլանը եւս կար եւ հաջորդ պլանը անշուշտ կար Արցախի կորստին զուգահեռ ունենալ նաեւ ներքաղաքական բավական լուրջ այդպես երկրաշարժեր եւ իշխանափոխություն կամ գուցե ինչ որտեղ կարող ենք ասել հեղաշրջում կամ գուցե փորձում էին նաեւ փողոցի միջոցով հեղաշրջում իրականացնել։ Այս ամենը ես մեկ սցենարի մաս էի տեսնում, որովհետև ակնհայտ էր, որ եթե օրինակ 2021 թվականին չնայած որ մայիսի 12-ին կրկին Հայաստանի վրա հարձակում եղավ եւ այլ, այդ ժամանակ դեռ նախ իշխանությունը որևէ կերպ իր անհամաձայնությունը ռուսական գործողությունների հետ չէր ներկայացնում եւ այդ տեսանկյունից Ռուսաստանի համար Հայաստանի իշխանությունը բավարար լոյալ էր, բավարար
իրենց որոշակիորեն համագործակցության տեսանկյունից իրենց համար ընդունելի էր։ Հիմա բնականաբար հատկապես սեպտեմբերյան հարձակումից հետո հատկապես այն գործողությունները, որ հնարավորինս Հայաստանը փորձում էր միջազգայնացնել թե Հայաստանի անվտանգության հարցը եւ թե Արցախի անվտանգության հարցը, իրենց համար որոշակի խնդիրներ առաջ ցակեցին եւ հասկացան, որ շատ ավելի հեշտ կլինի, եթե Հայաստանում ունենան իրենց խամաճիկային իշխանությունը եւ որը պիտի անեին ըստ էության իրենց խամաճիկային ընդդիմության միջոցով։ Անշուշտ շատ մարդիկ կան, որ ազնիվ բղումներով են հրապարակ դուրս եկել, բայց նաեւ չհասկանալով իրականում այստեղ շատ խորքային այսբերգի ներքևում տեղի ունեցող process-ները, աստորջրյակ process-ները, բայց ինչ որ շրջան արդեն երբ նաև ռուսական տարբեր այդպես խոսափողներ, կրեմլյան խոսափողներ շատ ավելի բաց սկսեցին գործել, մարդկանց համար ամեն ինչ շատ ավելի տեսանելի դարձավ, այսինքն երբ Մարգարիտա Սիմոնյանն է կոչ անում մարդկանց դուրս գալ փողոց, արդեն այն մարդիկ, ովքեր ում համար այնուամենայնիվ անկախությունը բարձրագույն արժեք է եւ մեր անկախ որքան էլ մենք կարող ենք այո գիտակցել, որ շատ հարցերում մենք անկախության եւ սուվերենության բավական այդպես ցածր մակարդակ ունենք, հաշվի առնելով տնտեսական կախվածությունները, հաշվի առնելով այն բոլոր գործարքները, գազային գործարքները, էներգետիկ տարբեր ռեսուրսների տրամադրման գործարքները, որոնք տասնյակ տարիներ շարունակ նախորդ իշխանությունը իրականացրել է եւ իրականացրել է ըստ էության մենք ժամանակին այդպես մոտեցում ունեինք լրագրողներով, երբ խոսում էինք գույք պարտքի դիմաց, մենք սովորաբար չէինք ասում գույք պարտքի դիմաց, ասում էինք անվանում էինք դա իշխանություն պարտքի դիմաց, որովհետեւ այդ կամ ավելի շուտ գույք իշխանության դիմաց ներողություն, որովհետեւ հասկանալի էր, որ այդ բոլոր ռեսուրսները, ռազմավարական օբյեկտները, ատոմականից, գազային ամբողջ մեր ինֆրաստրուկտուրայից եւ 5-րդ բլոկից հրազդանջեկի եւ այլն, հա, երկաթուղի օպերատորներ եւ այլն բոլորը տրվեցին ռուսական ղեկավարության եւ հանձնվեցին ռուսական ղեկավարության տնօրինմանը ոչ թե տնտեսական գործարքի եւ ոչ թե տնտեսական ինչ-որ շահի համար, այլ հասկանալիորեն քաղաքական նպատակներով։ Այսինքն այս ամենը հասկանալի է, որ այսօր չի ստեղծվել, խնդիրները 30 տարի շարունակ տեղի ունեցել եւ նաեւ Արցախի կորուստն եմ ես այդպես շատ ավելի մեծ համատեքստում դիտարկում, նույն ըստ էության Արցախում էր, նույն իրավիճակը մենք ունեցանք Արցախում ներքաղաքական խամաճիկային իշխանության փոփոխումից անցավ ընդամենը 10 օր եւ դեռ ավելի քիչ եւ արվեց այն, ինչ Ալիևը ցանկանում էր եւ փաստացի պարտադրվեց նաեւ խաղապահ ուժերի կողմից սկզբում Աղդամի ճանապարհի բացումը, հետո արդեն հասկանալի էր, որ ամբողջությամբ պետության լուծարումը։ Շնորհակալություն Գայանե համապարփակ ներկայացնելու համար։ Իսկ այս պարագայում ինչպիսի հաղթահարման ու հակադարձման մեխանիզմներ կարող եք թվարկել։ Այ ունենք այս իրավիճակը, հիմա ինչպես հաղթահարել։ Հաղթահարման տարբեր օծուն, այսինքն սրանք նախ բազմաշերտ են խնդիրները եւ բնականաբար այս բոլոր խնդիրները հասցեագրման տեսանկյունից լուծման տարբերակները եւս տարբեր են, եւս բազմաշերտ են։ Նախ առաջին բանը, որ հիմա թերևս բոլորիս եւ հանրության, եւ պետության, եւ պետական բոլոր ինստիտուտների առաջնային խնդիրն է Արցախահայության խնդիրները շատ հումանիտար աղետի խնդիրները շատ արագ լուծելն է։ Մարդիկ պետք է նախ ամենայն ամբողջությամբ զգան մեր բոլորի սերը իրենց նկատմամբ եւ հոգատարությունը, ինչը իրականում կարծում եմ զգացին Գորիսում։ Այնպիսի ահռելի աշխատանք, որ Գորիսում կամավորները իրականացրեցին, ուղղակի հնարավոր չի նկարագրել եւ սա կարծում եմ իրենք տեսան եւ տեսան նաեւ տեսան թե ինչպիսի մեծ սուտ էր իրենց մատուցվում Արցախում, որ Հայաստանը իրենց չի ուզում ընդունել
չկա նման բան։ Երկրորդ դժվար հաղթահարելի, այսինքն հումանիտար խնդիրն է, որ առաջինը պետք է հասցեագրել մարդկանց ժամանակավոր կացարաններում տեղավորելը, առաջիկայում ձմեռես եւ հագուստի եւ սննդի այդ բոլոր հարցերը կարգավորելը, հետագայում արդեն այսինքն կրթության իրավունքի ապահովում, առողջապահության իրավունքի ապահովումը, սրանք բոլորը խիստ կարճաժամկետ ընթացքում պետք է շատ արագ իրականացվեն։ Հետագայում արդեն սկսի քննարկումը եւ լուծումները, նաեւ ֆինանսական միջոցների ձեռքբերումը, նաեւ միջազգային տարբեր դոնորների աջակցությամբ մարդկանց նաեւ ոչ ժամանակավոր, այսինքն մշտական բնակության վայրեր տեղափոխելու, բնակարաններ տրամադրելու եւ այլն այդ բոլոր հարցերի կարգավորումը, սա անշուշտ տևելու է տարիներ, այսինքն 1 տարում հնարավոր չէ բոլորին տեղավորել, ես նաև ասեմ, որ իհարկե սա չի նշանակում, որ դա տևելու է 30 տարի, ինչպես նախկինում է տևել, բայց ասեմ, որ 2019 թվականին մենք 200 եւ ես քանի որ նախկինում նաև Բաքվից, Սումգայիթից մեր փախստականների խնդիրներով շատ էի զբաղվում եւ որպես լրագրող նախկինում շատ էի զբաղվում եւ այս հարցը երբ դարձա նախկինում պատգամավոր իմ առաջնահերթություններից էր եւ պատկերացրեք որ 2019-ին լուծվեց 250-ից ավելի կարծեմ փախստականների նախկին, այսինքն 33 տարի անց միայն լուծվեց իրենց խնդիրները։ Անշուշտ այդպես հուսամ, որ այդպես չի լինելու եւ ոչ թե հուսամ, այլ այս դեպքում նաև հասարակական կառույցները ամեն ինչ պետք է անեն, որ հանկարծ պետությունը այդքան չձգի եւ պատշաճ այս խնդիրներին հասցեագրի։ Հաջորդ գործողությունները նաև հանրությանն են վերաբերում, այս հանրային մոբիլիզացիան, որ մենք այս օրերին տեսնում ենք, չափազանց կարևոր է, բայց նաև շատ կարևոր է, որ մենք իսկապես հասկանանք Արցախցի մեր քույրերի, եղբայրների ապրումները։ Այո, իրենք շատ զայրացած կարող են լինել, բոլորիս մեղադրեն, անարդարացիորեն կարող ենք ասել, նաև չտեսնելով իրենց մեղքը դրանում, բայց մենք պետք է հասկանանք, որտեղ իրենք իսկապես դժոխքի միջով են անցել, միայն այն 9 ամիսը բավարար էր համարելու, որ դա դժոխք է, այսինքն բլոկադայի ամբողջ շրջանը, բայց այն ինչ տեղի ունեցավ վերջին 10 օրերի ընթացքում դա նկարագրել հնարավոր չէ եւ մարդկանց հոգեկան վիճակը իսկապես սարսափելի է եւ այո անգամ եթե իրենք մեզ մեղադրեն, եթե իրենք մեզ հետ շատ կոպիտ անգամ խոսեն եւ անարդարացիորեն գուցե չգնահատեն այն ջանքերը, որոնք իսկապես հանրությունը կամավոր, հնարավոր ամեն ինչ ներդնելով փորձում է անել, միևնույն է պետք է ըմբռնումով մոտենալ եւ որևէ կերպ թույլ չտալ թշնամական, ատելության, այն որոշակի միտումներին, որոնք տեսնում ենք այս օրերին, որովհետև դրանք շատ հստակ այդպես թշնամական գործողություններ են, որոնք շատ ուղիղ ուղղորդված իրականացվում են տարբեր կեղծ լուրերի, դեզինֆորմացիայի միջոցով ուղղորդվում են եւ ռուսական ըստ էության եւ ադրբեջանական, ադրբեջանցիները սահմանակետին հարցազրույցներ էին անում ըստ էության մարդկանց եթե ուղիղ ատրճանակը գլխներին պահած չէր գերության հեռանկարը մարդկանց աչքի առաջ էր եւ այո մարդիկ կարող էին ասել շատ բաներ այո մարդիկ կարող էին ասել եւ դա որևէ կերպ հիմք չպետք է լինի որ մենք սկսենք այդ մարդկանց ատելության այս սարսափելի վտանգը որ այս պահին մեր հանրության գլխին կանգնած է պետք է հնարավորինս մենք մեր նաեւ մոտեցմամբ չեզոքացնենք սա խնդիրներից մյուսն է եւ մյուս հարցը արդեն ներքաղաքական Հայաստանի Հանրապետությունում չի կարող գոնե այս փուլում չի կարող իշխանություն ձևավորվել առանց ընտրությունների։ Ինչու օրինակ, որտեվ հարց է առաջանում, իսկ 2018-ին ինչու կարող էր հիմա ոչ, որտեվ 2018-ից առաջ մենք երբևէ չէինք ունեցել հնարավորություն ընտրությունների միջոցով փոխել
իշխանությանը, այսինքն ընտրական մեխանիզմները, ընտրական կեղծիքները այնքան խորացված էին հնարավոր բոլոր շերտերում, որ ուղղակի արդեն անհնար էր որևէ գործողություն, դրա համար տեղի ունեցավ հեղափոխություն։ Հիմա գոնե վերջին Երևանի ավականու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմները ուզուրպացված չեն, այսինքն իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով։ Այն, որ այս իշխանությունը բազմաթիվ սխալներ ունի եւ այո, գուցե պետք է փոխել, սա քննարկման հարց չէ, սա այո կարող ենք քննարկել, այսինքն սա չի բացառում սրա քննարկումը եւ սա պետք է օրինակ քննարկել հաջորդ ընտրություններին կամ օրակարգ դնել արտահերթ ընտրությունների, բայց ոչ գնալ եւ հրապարակում այն էլ չունենալով որևէ ծրագիր, այն էլ Հայաստանի այսօր հասական շրջանում նման օրակարգ ուղղակի այդպես հեղաշրջում անելու օրակարգը ուղղակի պետք է բացառել, որովհետեւ դա շատ ակնհայտ է, որ նույնը տեղի ունենալու այնինչ Արցախում է տեղի ունեցել։ Այնտեղ էլ պալատական հեղաշրջում տեղի ունեցավ եւ ընդամենը 10 օր անց պետությունը լուծարվեց եւ լուծարվեց սարսափելի զրկանքներով, գրեթե նույնը մի փոքր ավելի երկարաժամկետ գուցե ինչ որ իրավիճակներում տեղի ունենալու Հայաստանի հետ։ Եթե մենք պատրաստ ենք դրան, փորձենք շատ ավելի այդպես հեռանկարում տեսնել ինչ կարող է տեղի ունենալ։ Իսկ տեսեք Հայաստանը անդամակցում է մի շարք մարմիններում, նաև այս ողջ ընթացքում քաղաքական անդադ եվրոպական երկրներից հորդորում էին խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը, սակայն հստակ գործուն քայլեր, որպես այդպեսին չէր լինում որևէ մարմնի կողմից, որ Հայաստանը անդամակցում էր։ Այն ինչպես եւ ում հետ շարունակել աշխատանքները, ինչպես անել, որ հասնենք մեր հեռահար նպատակին։ Շատ իրականում հիասթափեցնող է բոլորիս համար, հատկապես ինձ համար եւ այն բոլոր գործընկերների համար, որոնք այս տարիների ընթացքում միջազգային տարբեր հարթակներում փորձել են խնդիրները բարձրացնել եւ փորձել ենք հասանելի դարձնել եւ այս հեռանկարը մենք իրենց ներկայացնում ենք, որ Ալիևի հիմնական նպատակը սա է եւ հայաթափելու է ի վերջո եւ ՄԱԿ-ի դիտորդները, որ երեք արդեն գնացին Ադրբեջան, պետք է այնտեղ լինեին դեռևս դեկտեմբերին, դեռևս հունվարին, երբ որ մարդիկ երբ որ բլոկադան արդեն տեղի ունեցավ եւ մարդկանց բազմաթիվ իրավունքներ ուղակի խաթարված էին եւ ձմռան ուղակի մարդիկ սարճում էին, ել չեմ ասում, որ վերջին ամիսներին, որ ուղակի պաշարում էր եւ մարդիկ արդեն հասել էին սովամահության եզրին։ Այս ամենը շատ մեզ համար եւս հիասթափեցնող է, որովհետեւ այո այն է նաև ինչ մենք անընդհատ միջազգայիններին զգուշացնում ենք եւ ասում ենք, որ սա նաև ձեր վարկանիշի խնդիրն է, որովհետեւ այն ինչ անում է Ալիևը, նույնն է այն ինչ անում է Պուտինը, խնդիր են դրել միջազգային բոլոր մեխանիզմները, միջազգային իրավունքի բոլոր գործիքները վարկաբեկելու եւ իրենք հասան այդ վարկաբեկմանը, ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի մեխանիզմները չեն գործում եւ 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ լայվ on-line ռեժիմով նաեւ տեսնելով ամեն ինչ մարդիկ կարող են ուղղակի ենթարկվել ցեղասպանության։ Սա տեղի ունեցավ հենց իրենց աչքի առաջ եւ ըստ էության իրենց անգործունակության եւ անգործության կամ հանցավոր անգործության հետևանքով։ Բնականաբար մենք ոչ մի հույս չունեինք ռուս խաղապահներից, չնայած առաջին պատասխանատվությունը նրանցն էր, բայց ես չեմ խոսում իրենց մասին, որովհետև ես երբևէ հույս չեմ կապել իրենց հետ, հա, ու երբ անընդհատ ասում էին դե մարդիկ վերադառնում են Արցախ, որովհետև այնտեղ ռուսներն են, ես ասում եի դա ամենամեծ մոլորությունն է, որ ընդհանրապես կարող ենք ունենալ եւ 2020 թվականից անընդհատ խոսում եմ, որ այնտեղ պետք է լինեն միջազգային դիտորդներ եւ պետք է լինի միջազգային խաղապահություն, մի բան, որ հասկանալի է Ռուսաստանը երբեք թույլ չի տա։ Այս առումով
անգամ այս իրավիճակում, անգամ այս հիասթափությունը ունենալով միևնույնն է պետք է շարունակենք աշխատել միջազգայինների հետ։ Շարունակենք աշխատել, օրինակ նույն հիմա դիտորդները արդեն մեկնել են եւ Արցախում են։ Իմ ամենամեծ մտավախությունը այն է, որ դիտորդները այնտեղ առավելապես այնտեղ են եւ Ադրբեջանի հիմնական նպատակն է, որպեսզի այնտեղ իրենք տեսնեն, թե մենք ինչքան զենք ենք ունեցել, ինչպիսի զինամթերք ենք ունեցել եւ ապացուցեն, որ տեսեք Հայաստանը այնուամենայնիվ զորք է ունեցել այստեղ եւ իրենց այսպես կոչված հակատերորիստական հակաբեջական գործողությունը լեգիտիմ էր, սա ամենամեծ մտավախությունս է, բայց առիթը պետք է բաց չթողնենք, քանի իրենք այնտեղ են, մենք հիմա անընդհատ այդ առումով փորձում ենք նամակներ նաեւ էլի հղել, որ գոնե մշակութային ժառանգության ապահովագրման տեսանկյունից ինչ որ մեխանիզմներ, այսինքն մարդիկ այնտեղ գրեթե չկան, հա, եւ մարդկանց պաշտպանությունը այլևս իրենք չեն իրականացնելու, բայց գոնե այն ժառանգությունը, որ դարերով ենք ունեցել այնտեղ, գոնե այդ ժառանգությունը չարժանանա այն նույն ճակատագրին, ինչ Նախիջևանում ենք ունեցել։ Սա քայլերից մեկն է, եւ երկրորդ քայլը անշուշտ Հայաստանի անվտանգության պաշտպանությունն է, որի մասով տեսեք, եթե միջազգային հանրությունը այո շատ մեխանիզմներ եւ շատ գործողություններ չէր կարող նաեւ օբյեկտիվորեն չէր կարող անել Արցախում, որովհետեւ իրենց ընկալումը եւ իրենց մոտեցումը այն էր, որ դա Ադրբեջանի տարածքն է եւ օրինակ ՄԱԿ-ը, եթե պետք է գնա այնտեղ, բացառապես պետք է գնա Ադրբեջանի թույլտվությամբ, սա էր մոտեցումը, Հայաստանի անվտանգության տեսանկյունից այս անգործությունը չի կարող լինել եւ ոչ միայն չենք թույլ տա որ լինի, այլ ուղղակի չի կարող լինել։ Այս տեսանկյունից միևնույնն է պետք է շարունակենք աշխատանքը, որովհետեւ այնպես չի, որ Հայաստանի անվտանգությունը այս պահին վտանգված չէ։ Իսկ այ որպես վերջնական հորդոր առաջարկ ինչ խորհուրդ կտաք հասարակությանը, որովհետև հասարակությունը բավականին մեծ դերակատարում ունի, գուցե երբեմն չի գիտակցում, բայց ամեն դեպքում ունի։ Այո, իրականում շատ հաճախ մենք այսինքն մեր մեջ տարիներով սերմանել են, որ դուք ոչինչ չեք որոշում, որ դուք ազդեցություն չունեք եւ այլն, եւ դա հիմնականում արվում էր հենց ընտրական ամբողջ մեխանիզմը խաթարելու համար։ Կարծում եմ հիմա մարդիկ հասկացան, հատկապես եւ պատերազմի օրերին, եւ այս վերջին մի քանի օրերին հասարակության այս մոբիլիզացիան ցույց տվեց, որ շատ հաճախ հասարակությունը շատ ավելի գործունակ է, քան պետությունը եւ պետական ինստիտուտները։ Ցավոք դա այդպես է եւ ցավոք չնայած համեմատելի չէ այն ահռելի աշխատանքը, որ եւ նաեւ ավելի կազմակերպված աշխատանքը, որ արվեց պետական ինստիտուտներով վերջին օրերին, քան արվում էր 44 օրյայի ժամանակ, բայց միևնույն է հասարակությունը իր պատասխանատվությունը այս իրավիճակում տեսնում է եւ մոբիլիզացիայի որոշակի հնարավորություն ստեղծվում է նման իրավիճակներում, ինչը չափազանց կարեւոր է։ Եվ հանրության ուղղակի պիտի հորդորեմ, որ սարսափելի իրականում ցավերի միջով ենք անցնում եւ պատմական ողբերգությունների միջով ենք անցնում։ Այսպիսի ողբերգություն մենք ցեղասպանությունից հետո թերևս չենք ապրել կամ Կարսի անկումից հետո չենք ունեցել, հա, եթե ցեղասպանությունից հետո էլ Կարսը համարեն Կարսի անկումը, սա մեր նոր Կարսի անկումն է, բայց պիտի վստահ լինենք, որ դեռևս կռիվ ունենք, իսկ կռիվը Հայաստանի Հանրապետությունն է, կռիվը դեռևս Հայաստանի սուվերենությունն ու ինքնիշխանությունն ու անկախությունն է, այնպես որ չենք կարող թևատափ լինել եւ պետք է շարունակենք դեռևս որոշակիորեն միասնականությամբ շատ հաճախ երբ ասում եմ միասնականություն, ասում են ում շուրջ ենք միավորվում, արդյոք այս իշխանության ոչ, իհարկե ոչ, միասնականություն ասելով մենք հենց հանրային մոբիլիզացիան նկատի ունենք, հենց հանրային դերակատարների տարբեր դերակատար եւ դա բացարձակ պարտադիր չի որ լինի մեկ ուղացիկ, այլ դրանք տարբեր խմբեր կարող են լինել, ինչը հենց հիմա արվում է։ Այնպես որ եւ իհարկե նաեւ միասնություն գաղափարի շուրջ եւ այդ գաղափարը պետք է լինի Հայաստանի անկախությունը։ Շնորհակալություն շատ Գայանե բավականին արդյունավետ ու բաց քննարկման համար։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրն էր Հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար եւ ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, այսօր խոսեցինք հայաստանյան թոհուբոհը քաղաքական իրավիճակի մասին։ Փոդքասթն հասկացրեցի ես, Կարինե Դավթյանս։
Շնորհակալություն, կհանդիպենք։